Հաշվի առնելով, որ ձեր հոգևորականի իդեալը Նավասարդ Կճոյանն է, ես ուրիշ որևէ անդրադարձ այս պահին չեմ ուզում անել ամենայն հայոց կաթողիկոսին վերաբերելի ձեր պնդումների մեջ, որովհետև դուք Նավասարդ Կճոյաններով եք մտադիր այսպես կոչված ձեր բարեփոխումները իրականացնել։ Իսկ երբ որ ասում եք ես հոգևոր կյանքով ապրող մարդ եմ, ես ինքս հոգևոր կյանքով ապրող մարդ լինելով հանդերձ, ձեզ այդպեսին չեմ տեսնում։ Որովհետև իրական քրիստոնյան չի կարա Սաղմոս արտասանի ու հաջորդ վարքյանին ատելության քարոզանի, մեկին ասի ինչու չես զոհվել, դու ինչ ես կենդանի, որևէ քրիստոնյա այդքան ատելության որևէ մեկի նկատմամբ որևէ բան չի ասում։ Հիմա հարցին գալով։ Քանի որ այստեղ նորմալիզացվեց պիղծ բառը, ես ուզում եմ ձեզ ասել, որ մեծ հաշվով ձեր կառավարության ներկայացրած ծրագիրը հայկական պետության բովանդակության առումով պիղծ է։ Որովհետև այն պնդումները, որը վերաբերվում են մեր սահմանադրությանը, անկախության հռչակագրին, եկեղեցուն, տարածքների հանձնմանը, իրանք որևէ կապ չունեն իրական հայկական բովանդակության պետության հետ։ Այո, մեր պետությունը իդեալական չի եղել, բազմաթիվ խնդիրներ են եղել եւ մինչեւ ձեզ եւ ձեզանից հետո, բայց չի եղել Ադրբեջանի կողմից պարտադրվող բովանդակությամբ Հայաստանի Հանրապետություն։ Այդ համարակալման հետ կապված իհարկե ելույթում հանդես կգանք, բովանդակային առումով դրա մասին կխոսենք, իսկ հիմա հարցս կոնկրետ ձևակերպեմ։ Ձեր ելույթի ընթացքում ասում եք, որ սահմանադրության փոփոխության հարցը մի բան է, որ ժողովուրդը ձեզ լիազորել է իր ընտրությամբ։ Իհարկե ընտրության լեգիտիմության մասով էլ մեր դիտարկումները կանենք, բայց Սահմանադրության փոփոխության համար պետք էր, որ ժողովուրդը տրամադրեր 2/3 մեծամասնություն։ Ինչպես տեսնում եք, նույնիսկ բարգավաճի մանդատները վերցնելով 3/3 եք ձևավորել, 2/3 չեք ձևավորել։ Ավելին, դուք նույնիսկ ահաբեկել եք ժողովրդին, որ եթե մեծամասնություն չստանանք 2/3 կլինի պատերազմ։ Հիմա ինչպես եք ասում, որ ընտրություններից առաջ ժողովուրդը ձեզ թույլ է տվել, որպեսզի սահմանադրությունը փոխվի։ Նոր սահմանադրության ընդունումը ընդգրկված է մեր նախընտրական ծրագրի մեջ եւ նաեւ որոշակի թվաբանական հաշվարկով, եթե սահմանադրական հանրաքվեում կողմ քվեարկի այնքան քաղաքացի, եթե որոշակի պայմաններում, ինչքան քվեարկել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, այդ դեպքում նոր սահմանադրությունը կընդունվի։ Ինչ վերաբերվում է սահմանադրությանը եւ սահմանադրականությանը եւ պղծությանը, եկեք ի վերջո չմոռանանք, որ ձեր առաջնորդը, անձամբ ձեր առաջնորդը 1998 թվականին Հայաստանի նախագահի պաշտոնում կարգվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրության կոպտագույն խախտմամբ։ Դուք այդ ինչ լեգիտիմությունից եք խոսում։ Լսեք, ով լեգիտիմությունից խոսա, դուք ասեք տանձից, խնձորից, մանդարինից, տենց բաներից խոսացեք։